բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական օրն ու հերթական վլոգը։ Իսկ մեզ միացած նոր հետևողների համար ասեմ, որ ես Լիաննան եմ, 32 տարեկան, ապրում եմ Գյումրիում, ունեմ 2 հրաշք աղջիկներ եւ վարում եմ իմ ընտանեկան վլոգը։ Շնորհակալ եմ մեր փոքրիկ ընտանիքի մի մասնիկը դառնալու համար։ Իսկ այսօր օրս սկսել եմ բավականին սիրուն, ինչպես տեսնում եք, ես պատրաստվել եմ ու տանից դուրս եմ եկել։ Այսօր մարտի 8-ն է ու ավելի սիրուն չէի կարող սկսել օրս, եթե ոչ վլոգ նկարելուց ու ձեզ ողջունելուց։ Շնորհավորում եմ բոլորիս կանանց, աղջիկների, մայրիկների տոնը, այս գարնանային սիրուն, ծաղկառատ օրվա ու տոնի կապակցությամբ։ Ճիշտ է, եղանակային պայմանները այդքան էլ գարնանային չեն, բայց դա մեզ չի խանգարում լավ օր ունենալու համար։ Սիրունները, շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում եմ, որ ձեր ընտանիքների ու բոլորի կողմից լինեք սիրված ու գնահատված կանայք։ Չգիտեմ, ամենաջերմ ու բարի մաղթանքներս եմ մաղթում ձեզ, իմ սիրուններ։ Իսկ իմ օրը սկսվել է այսպես սիրուն ծաղիկներով։ Մի փոքր գործ ունեի դուրսում, դրա համար եմ դուրս եկել, հիմա կգնամ տուն արդեն ու մեր օրվա հաջորդ մասը կշարունակենք արդեն աղջիկների հետ, գնալու ենք սրճարան, լավ ժամանակ անցկացնենք, իհարկե եթե հարմար լինի անպայման կնկարեմ նաև ձեզ համար կադրեր, այնպես որ մնացեք մեզ հետ։ Իսկ դուք կարող եք մեկնաբանություններում գրել, թե դուք ինչպես եք պլանավորել նշել այսօր, ինչ եք անելու, ուր եք գնալու։
սիրուններս, բարի օր բոլորիդ, վստահ եմ, որ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք, երեկվանից ոչ մի բան չեմ կարողացել նորմալ նկարել, որովհետև երեք շատ հավես մարտիության օր ենք ունեցել, այսպես տարբերվող, թե կեսօրին աղջիկների հետ որ գնացել էինք սրճարան, շատ հավես ժամանց անցկացրեցինք, անձամբ ինձ սրճարանը շատ դուր եկավ, գյումրեցիները հատկապես կիմանան, նորաբաց սրճարան էին գնացել, Կոսմո էքսպրես սրճարանի երկրորդ հարկում էր, էլի շատ տարբերվող, հետաքրքիր լուսային լուծումներով, տիեզերական այդ մոտիվներով սրճարան էր, որը նորություն է Գյումրիում և մի խոսքով շատ հավես ժամանց անցկացրեցինք, թե իսկ երեկոյան ես ինքս էի մեր տանը փոքր հավաքույթ կազմակերպել, որպեսզի մամայիս, քուրիկներիս հետ հավես ժամանց անցկացնենք, այսպես ասած պիցցա փարթի էի կազմակերպել, քեռուս աղջիկներն էլ էին եկել ու այդպես մի խոսքով տարբերվող հավես մարտիութ ենք ունեցել, դե իսկ այսօր էլ արթնացանք, արդեն երեխեքին ճանապարհեցի դպրոց, մանկապարտեզ, հիմա դուրս եմ եկել, գնում եմ իրականում իրանց հետևից, որտև արդեն ժամը 4-ը կլինի, մարտիութը, տոները տոն, խնջույքը, բայց չենք մոռանում, որ մենք մայր ենք, մենք կին ենք ու ունենք մեր առօրյա գործերը, դրա համար այսպես պատրաստվեցի, քանի որ դրսում է բավականին արևոտ, պայծառ եղանակ էր, որոշեցի այսօր ես գնամ երեխեքի հետևից ու համել վլոգս շարունակեմ, այսպես ասած, որովհետև երեկվանից այդ մի փոքր կադրերն եմ ֆիքսել ու ոչ մի բան չունեմ նկարած, էլ ինչ ասեմ, սիրունես, հլա ասեք, տեսնեմ դուք ինչպես եք անցկացրել ձեր մարտիութը, հետաքրքիր կլինի կարտալ, այնպես որ կսպասեմ ձեր մեկնաբանություններին, հույսով եմ, որ ակտիվ կլինեք այնտեղ, դե իսկ ես գնամ իմ գժերին բերեմ տուն, որպեսզի արդեն պարի ժամն է գալիս, ժամը 5-ին Անգելինան պարի է, մենք շատ ենք, Անգելինան հատկապես շատ է բացակայել պարից, այնպես որ գոնե այս շաբաթվանից ես իր անել եմ ասել, որ պետք է արդեն պարտաճանաչ մասնակցենք բոլոր պարամունքներին, որովհետև առջևում համերգներ ունեն ու լավ չի, որ ինքը բացակայում է, այսպես ասած։ Aber tu ich doch westlich. Aber tu ich doch westlich. Գժուկներից վերցրել եմ ժողովուրդ ջան դպրոցից, մանկապարտեզից, հիմա էլ գնում ենք տուն, գնանք տուն, որ գնալու ենք պարի, չէ Անգել? Այնքան հաճելի հավես եղանակ է այսօր, իսկական դուրս գալու, զբոսնելու եղանակ է այսօր երեխեք։ Անգել մտար ցեխերը։ Լտարի։ Այդ լավ անցել է օրը դարևս։ Ինչ է կարել այսօր։ Ահա, զգուշ։ Հետո Հետո դու քնել ես։ Հա։ Սիրունս։ Mama. Привет, Ге. Фора? Ты гнатишь.
Սիրուններս, ուզում եմ ձեզ ցույց տալ նաև այս բացիկները, որոնք իմ աղջիկներն են դպրոցում ու մանկապարտեզում պատրաստել հատուկ իմ համար։ Խնդրում եմ մի հատ տեսեք այս նշպությունը, այսպես ինքը բացվում է, եթե կարողանամ մի ձեռքով, ու այստեղ կա բարեմ մաղթանք նվիրված մայրիկներին, խնդրեմ իմ գեղեցկուհու կողմից, որը անփոխարինելի նվեր է իմ համար ու կարծում եմ ցանկացած մայրիկի համար։ Սա էլ Անգելինայից բացիկն է ուղված ինձ, մի փոքր ճմրթել եմ պայուսակում դնելու պատճառով, բայց ասեք, որ չկա ավելի թանկ ու անկեղծ նվեր, քան այն բացիկները, որոնք մեր փոքրիկները պատրաստում են մեր համար ու որը սիրուններս մենք արդեն տանն ենք, ինչպես տեսնում ենք, արդեն երևի մոտ 1 ժամ, ժամ ու կես, եթե ոչ ավել տանն ենք, հասցրել ենք հանգստանալ, նաև հաց կերանք, որովհետև առավոտվանից իրականում ոչ մի բան չէի կերել ու աղավոր սոված էի։ Այդպես հաց կերանք, հանգստացանք, Նինոլիկս հյուրասենյակում նստած դաս է անում, Անգելինան հեռուստացույց է դիտում, որովհետև իր հեռուստացույց դիտելու ժամն է մոտ 1 ժամ, ժամ ու կես թույլ եմ տալիս, որ հեռուստացույց դիտի, դրանից հետո արդեն կգա քնելու։ Այդպես ես էլ, քանի որ հյուրասենյակում աղմուկ էր, մերոնք խոսում էին, Նինոլիկս դաս էր անում, որոշեցի առանձնանալ, որպեսզի այս վլոգը եւս հասցնենք իր տրամաբանական ավարտին։ Բայց քանի որ ես մի քանի օր առաջ ասել էի, որ Անգելինաս չի ուզում գնալ Պարի ու նաև մանկապարտեզ, այդ էլ ասեմ, ուզում եմ այդ թեմայի շուրջ մի փոքր խոսել։ Հիմա կլինեն ծնողների մի զանգված, մի հատված, որ ինձ կքարկոծեն, որ ես տպողաբար իմ երեխային տանում եմ այնտեղ, որտեղ ինքը չի ուզում գնալ, իսկ մյուսը գուցե իմ կողմնակիցը կլինի, այսպես ասած, որ ես պետք է տանեմ երեխային անկախ իր ցանկությունից։ Հիմա ասեմ, որ ես այնպիսի ծնող չեմ, որ երեխային ստիպողաբար ինչ-որ խմբակի տանեմ, որ ես եմ դա ուզում կամ սիրում, նաև գիտեմ լիքը ծնողներ, որ իրանք սիրում են ու երեխայի կարծիքն ու նախասիրությունները հաշվի չեն առնում ու երեխային բերում են այնտեղ, որտեղ հենց ծնողն է սիրում, այլ ոչ երեխան։ Ես այդպիսի մարդ չեմ։ Ես իմ երեխաների հետ զրուցում եմ, շատ եմ զրուցում, իրանց կարծիքն եմ հաշվի առնում, դա կլինի իրանց մասնագիտական կամ իսպես խմբակների կամ չգիտեմ, առհասարակ։ Երբ որ ես Անգելինային բերեցի պարարվեստի այդ որ գրանցվեր, մինչև այդ Անգելինան միշտ Նինոլիկին նայելով ասում է, որ ինքն էլ էր ուզում գնալ։ Ես մտածեցի, որ կարելի է եւ փորձել, որովհետեւ Նինոլիկիս է ես 4 տարեկանից անդադ տարել եմ Պարի խմբակի, տարբեր խմբակների, մինչև այդ ասեմ, որ Նինոլիկին ես նաև տարել եմ 4 տարեկան ժամանակ, Անգելինաս դեռ նոր էր ծնվել, ես իրան տարա գիմնաստիկայի, 1 ամիս շարունակ մենք գնացինք գիմնաստիկայի, ու ես այդտեղ հասկացա, որ գիմնաստիկան իմ երեխայինը չի, ինքը չի կարող գիմնաստիկա, ինքը այնքան նուրբ, այսպես, չգիտեմ, այն որ ասում են բամբակների մեջ էի ես իրան պահում, գուցե հենց այդ նրբությունից էր, որ ինքը չկարողացավ գիմնաստիկայի ոլորտում առաջ գնալ ու ես զգացի, որ ինքը իրանը չէր, որովհետև ինքը հասնում էինք պարարվեստ, ինքը չէր, առանց ինձ չէր մտնում այդ դահլիճ, չգիտեմ, 1 ամիս ես գնացի 2 ժամ դահլիճում նստել եմ, որ ինքը իր գիմնաստիկան անի ու իմ հետ գա տուն։ Հասկացա, որ իսկապես դա իմ երեխայինը չի ու պետք չի ստիպողաբար իրան ինչ-որ միտեղ տանել։
Իսկ Անգելինայի պարագայում Անգելինայիս առաջի խմբակն է որպես այդպիսին, որ հիմա գնում ենք Պարի, ինքը մեծ հաճույքով գնում է առանց լացելու, առանց, չգիտեմ, ինձ փաթաթվելու, կարոտելու կամ նմանատիպ նախադասությունների, ինքը ինձ համբուրում է ու մեծ ուրախությամբ ու հաճույքով մտնում է դասարան։ Ու այսօր էլ այդպես եղավ, ես նույնիսկ նկարել եմ, դուք շատ լավ տեսնում եք, որ Անգելինան ինչքան ուրախ գնում է դասարան։ Հասկացվում է, որ իմ երեխային այնտեղ չեն նեղացնում, չեն խփում, ուղղակի Անգելինաս ունի մի հատ բնավորության գիծ, որ ինքը չի ուզում իր կոմֆորտ զոնայից դուրս գալ, ինքը չի ուզում տանից դուրս գալ, կտրվել իր խաղալիքներից, հեռուստացույցից, չգիտեմ, այստեղ տան մեջ ինքը անում է այնպես, ինչպես ինքն է ուզում, շարժվում է այնպես, ինչպես ինքն է ուզում, իսկ բնականաբար խմբակների ժամանակ այդպես չի, ինքը պիտի անի այն, ինչ որ ուսուցիչը կամ պարուսույցն է ասում։ Դրա համար երևի իրան ինքը չի ուզում նեղություն տալ։ Դրա համար ես նախընտրեցի, որ ես իր մանիպուլյացիաներին կուլ չգնամ ու այս շրջանը եւս Անգելինային տանեմ Պարի, գոնե թե այնքան մինչև ինքը կլինի առաջի դասարան ու նոր հստակ կորոշենք ինքը կգնա Պարի, թե ինչ որ այլ խմբակի։ Այլ խմբակի եւս միտք ունեմ տանելու, հատկապես որ ես նկատել եմ մեծ սեր դեպի երաժշտական արվեստը, այո, Անգելինան սիրում է ավելի շատ երգել, նվագել ու հատկապես մեծ թուլություն ունի դաշնամուրի հանդեպ։ Պարարվեստի դպրոցում, որտեղ մենք ենք գնում, այնտեղ միջանցքում դաշնամուր կա դրված ու ինքը երբեք անտարբեր չի անցնում դաշնամուրից։ Ու նույնիսկ նվագել է, ու իրան այդ ամեն ինչը դուր է գալիս։ Ու մի քանի օր առաջ այստեղ պարերի վրա, այսպես ասեմ, նստած ինքը նվագում էր ու հետն էլ երգում էր։ Ես հասկացա, որ ինքը Իրանը երևի ավելի շատ այդ ուղղվածությունն է, որ իրան կտամ ավելի այսպես երաժշտական գործիքների վրա, որ սովորի, բայց ինչքան որ հետաքրքրվել եմ, դեռ ինքը փոքր է, չի կարող նոտաները սովորել, դրա համար չեմ շտապում, կսպասենք այս մի քանի ամիսն էլ, մի փոքր էլ կմեծանա, նոր կմտածենք այդ ուղղությամբ եւս, բայց մինչև այդ չեմ ուզում ինքը տանը մնա, ուզում եմ անդադ զբաղված լինի, խմբակների գնա, նաեւ մտադիր եմ լողի տալ, արդեն 2 քուրիկին իրար հետ, բայց դա արդեն երևի կթողնենք ամառային արձակուրդներին, որ համ օրերը կտաքանան, համ է լողի դպրոցը մեր մոտից բավականին հեռու է, տրանսպորտ պետք է նստենք գնալ գալու համար, ու այդքան հարմար չի նինուլիկից դասերի հետ կապված, որովհետև ինքը երկրորդ հեշտ է ու մի խոսքով հարմար չի լինի։ Չգիտեմ երեխեք, էլ ինչ ասեմ, ուզում եմ ասել, որ ես ստիպողաբար իմ երեխաներին ոչ միտեղ չեմ տանում, ես միշտ իրանց հետ խոսում եմ, խորհրդակցում եմ, կարծիք եմ հարցնում, դա կապ չունի տարբեր թեմաներով, իրանք իմ հետ ազատ են, ընկերական ենք մենք ավելի շատ, իրանք ինձնից վախեր ու կոմպլեքսներ չունեն, որ մամային չասեմ, որովհետև կբարկանա կամ կպաճի, նման բաներ չկա, մենք շատ ազատ ենք, ուղղակի Անգելինայից երևի հենց այդ տարիքն է, օրինակ նինուլիկիս հետ ես նման խնդիր չեմ ունեցել, ինքը ավելի հանգիստ ու այսպես ավելի գիտակցված էր մոտենում հարցին, բայց Անգելինան այդպես չի։ Սա էլ մեր փոքրիկ ընտանեկան խնդիրները, որով կիսվեցի նաև ձեզ հետ։ Էլ ինչ ասեմ սիրուններս, երևի այսքանով ու այստեղ ավարտին հասցնենք մեր վլոգը, որպեսզի դուք էլ շատ չսպասեք։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել բոլորիս միամսյակը, բոլորիս տոնը, կանանց, աղջիկների, մամաների, բոլորի գեղեցիկ սերի տոնը, ուզում եմ, որ տարին 12 ամիս ձեր համար տոն լինի, որ դուք ձեզ զգաք գնահատված, սիրված, միշտ ձեզ ծաղիկներ նվիրեն, չգիտեմ, այն ինչը որ ձեզ կուրախացնի, այնպես որ
ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ շատ, գնահատում եմ բոլորիդ շատ։ Եկեք այսքանով այստեղ ասեմ ձեզ մնաք բարով եւ խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ, դες մենք կհանդիպենք հաջորդ վլոգում, հա, իսկ եթե դու նայել ես իմ վլոգը ու հավանել ես, բայց դեռ չես հասցրել բաժանորդագրվել, անպայման սեղմիր զանգակ կոճակի վրա, բաժանորդագրվիր, որ մեր հետագա վլոգները բաց չթողնի։